Ողջույն, ինչպես եւ խոստացել ենք, շարունակում ենք Նժարի ուժը ոդկասթի հերթական մեր ծրագրերից մեկը եւ ինչպես եւ նախկինում արդեն խոստացել ենք ներկայացնել տարբեր համախոհների, համահիմնադիրների եւ այսօրվա մեր հյուրն է համահիմնադիրներից մեկը, Նժար սահմանադրական շարժման համահիմնադիրներից մեկը Համլետ Նավասարդյան, մասնագիտությամբ իրավական, ողջույն։ Ողջույն։ Բարի գալուստ արդեն եթեր, որովհետև երկար ժամանակ թիմի մնացած անդամները եթերում դեռ չեն երևում ու շատերի մոտ տպավորություններ, որ մենք ընդամենը մի քանի հոգի ենք, նույն դեպքում երկու հոգի էինք, հա, բարոնը Կանոմովը եւ ես, բայց իրականության մեջ մենք ավելի մեծ թվով համախոհներ, գործընկերներ եւ թիմակիցներ, համահիմնադիրներ ունենք, այնպես որ մենք հերթով կներկայացնենք։ Ինձ էլ է թվում, որ կաստիճանաբար արդեն կամաց մեր համահիմնադիրները կամ աջակիցները եթեր դուրս կգան աստիճանաբար, խոսենք հիմնական խնդիրների, հա, մեր ծրագրերի պրոյեկտների մասին, նպատակների, երազանքների, եթե կուզեք, որովհետև մեզ այս վերջերս արգելել են, այդ թվում նաև երազել։ Տպավորություն է ստեղծվել, որ երազելը սիմվոլ ունենալը արգելված է, երազելը արգելված է, այսինքն ամեն ինչ արգելված է։ Մենք պիտի վերադարձնենք մեր հասարակության ամենակարևոր այդ ոդկասթներով հավատը առ այն, որ մենք իրավունք ունենք ամեն ինչի։ Ինչը մնացածին արգելված չի, մեզ էլ առնվազն դա թույլատրելի է, մնացածը մենք ոնց կորոշենք։ Ամենակարևոր հարցը, որ մենք իրար տալիս ենք, այն ինչա դրած Նժարի վրա, որովհետև իսկապես մեր այս ծանր ժամանակներում շատ կարևոր խնդիր է հասկանալ այդ Նժարի վրա ինչա դրած։ Այ Համլետ Նավասարդյանը մարդ, որը երկար տարիներ աշխատել է որպես իրավաբան տարբեր պաշտոններում, այդ թվում նաև համակարգերում տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Այս պահին ինչա մտածում, ինչա դրված Նժարի վրա, ինչի ոչ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես ընտանիք ունեցող մարդ, որովհետև ի վերջո մենք բոլորս մարդ ենք։ Նժարի հիմքում դրված է Նժարի վրա դրված է մեր պետության ամբողջ ճակատագիրը, մեր պետականության ճակատագիրը, մեր ժողովրդի ճակատագիրը։ Եվ եթե մենք խոսում ենք Նժարի մասին, Նժարի գաղափարների, Նժարի ծրագրերի մասին, երբեմն ես ուշադրություն եմ դարձրել, որ թուր կարծիք է ստեղծում, որ Նժարը գալիս է եւ փորձում է հերթական անգամ, հա, ամբողջ սահմանադրությունը փոխել, վերափոխել, իր ձևով վերակարել այս սահմանադրությունը, ես ուզում եմ հստակ մինչև անցնելով ասենք գաղափարական մոտեցումներին, հստակ նշել, որ մենք Նժար սահմանադրական շարժումը գալիս է ոչ թե ամբողջ սահմանադրությունը փոխելու, այլ կոնկրետ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար։ Ինչու են պետք հենց այդ ընդ որում այդ սահմանադրական փոփոխությունները ուղղված են լինելու պետական կառավարման համակարգի, պետական մոդելի վերափոխմանը, ձևափոխմանը, պետական մոդելի արդիականացմանը, որովհետև այսօր մենք տեսնում ենք այն ինչ որ կա մեր երկրում, հա, նախագահական, կիսանախագահական, պարլամենտական, այն ինչ որ մենք անցել ենք այս երկարատև պատմության ընթացքում, շուրջ 30 քանի տարիների ընթացքում, դա իրան չի արդարացրել եւ այլևս կարծում ենք, որ չի էլ արդարացնելու։ Հետեւաբար պետք է նոր մոդել, նոր ծրագիր, սահմանադրական փոփոխություններ, որը իր հետ կբերի իրոք հավասարակշռություն իշխանության բոլոր թևերի, բոլոր ճյուղերի նկատի ունեմ եւ դատական իշխանության, եւ օրենսդիր, եւ գործադիր իշխանությունների։ Այսօր մենք ունենք նախագահական ինստիտուտ, որը գրեթե զրոյին հավասար է եւ ոչինչ չի տալիս մենք։ Մենք ուղղակի սահմանադրական փոփոխությունների միջոցով առաջարկում ենք նախագահական ինստիտուտը փոխարինել պետական խորհրդի ինստիտուտով, որը կունենա ավելի լայն լիազորություններ եւ իր հետ կբերի հավասարակշռություն, հա, բոլոր իշխանության ճյուղերի, իհարկե որոշակի լիազորություններ վերապահելով պետական խորհրդին։ Մենք արդեն բազմիցս ձեր կողմից արդեն եթերներում նշվել է, որ կունենանք մենք որոշակի լիազորություններ, այդ թվում նաև նշանակումների, այնպիսի պաշտոնների, ինչպիսին են գլխավոր դատախազը, հա, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահ, եւ ինչը կապահովի դա, կապահովի իշխանության բոլոր թևերի անկախությունը, հավասարակշռությունը եւ անաչառությունը։ Դա առաջին մեր կատարվող փոփոխություններն է։ Բնական է, սահմանադրական փոփոխությունների շարքում, որ մենք ասում ենք այդ լրացումների շարքում, սրանից բխող կլինեն այլ փոփոխություններ, որոնց մասին դեռևս վաղ է կարծես խոսել, բայց մենք Նժար սահմանադրական շարժումը ունի 3 հիմնական կետեր, որոնց մասին մենք այսօր խոսում ենք, որոնց մասին մենք ուզում ենք հասանելի, ընկալելի դարձնել հասարակությանը։ Առաջինը դա պետխորհրդի գաղափարն է, պետական խորհրդի գաղափարն է, որը ուղղակիորեն իր հետ կբերի արդեն նշեցինք հավասարակշռություն, անաչառություն, օբյեկտիվություն, մյուսը թվանշային պետություն է, ինչպես արդեն ասում ենք, սկզբից ասում ենք թվային պետություն, հիմա ասում ենք թվանշային պետություն, որը էլի շատ կարևոր է
մեր եւ ըստ էության այն ինչի մասին այսօր խոսելու ենք կներեք որ նաեւ միտքս կտրվում է ինչի մասին խոսելու ենք այս բոլորը ուղղված է պետության անվտանգության համակարգին թվանշային պետությունն էլ էլի կարևոր է որովհետեւ թվանշային պետության հիմնադրումով դրա ստեղծումով մենք շատ կոնկրետ ավելի առաջին հերթին մեր տնտեսությունը ստվերից կհանենք եւ կավելանա բյուջետային համիջոցները բացի ստվերից հանելուց նաեւ կունենանք մենք գործիք, որը պայքարի գործիք, որ հանցավորության այնպիսի տեսակների դեմ, ինչպիսին է խաղամոլությունը, թմրամոլությունը, կաշառակերությունը, կոռուպցիան, որը հնարավոր է այդ գործիքի միջոցով արմատախիլ անել։ Որպեսզի շատ չերկարացնեմ, նաև մենք ունենանք համակարգային անվտանգության, ներդրումը, որը իր մեջ ներառում է գրեթե համակարգված ձևով բոլոր այն ինստիտուտները նկատի ունեմ եւ ռազմական, եւ դիվանագիտական, եւ տնտեսական, եւ գիտական այդ բոլորի համակցումը միասին, որը կտա պաշտպանության, երկրի պաշտպանության արգասիքը կլինի եւ երկրի պաշտպանության ամրացումը կլինի։ Սա է հիմնական նժարի ուժը, նժարին դրված եւ այն փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, կարծես թե ճիշտ ընկալում գտնում են հասարակության մոտ, բայց երբեմն հարցեր են առաջացնում։ Ուստի դրա անհրաժեշտությունը կարծում եմ կա, ինչքան շատ մենք բացատրենք, ինչքան շատ բացատրենք, ինչքան դրա մասին շատ խոսենք, ինչքան նաև դետալացնենք, որպեսզի ժողովրդի մոտ կամ հասարակության մոտ չառաջանա ինչ որ գալիս են հիմա հերթական, հեղափոխական ինչ որ միգուցե նաև հեղափոխական է մեր գաղափարները, միգուցե, բայց այսօր մեր պետության, պետականության, ժողովրդավարության համար առաջին առաջարկն է։ Եվ կարելի ասել, որ չնայած արդեն իսկ նշել եք, ես չեմ տեսնում որևիցե քաղաքական ուժ այսօր հարթակում, որը ինչ որ ձևով հնարավոր է նաև նման առաջարկություն։ Իհարկե ընդունելի է բոլորի նաև առաջարկությունները մեկինը տնտեսության զարգացման ուղղությամբ, մեկինը անվտանգության, բայց որպեսզի այսպես համապարփակ, համակողմանի, ասենք ներառված լինի, դրա համար են նաև մեր աջակիցները, մեր համահիմնադիրներից շատերը ասում են, որ սա ավելի վերկուսակցական գաղափարներ են։ Դրա համար ենք ուզում ասենք նժար վերկուսակցական այս գաղափարախոսությունը օգտագործել բոլոր քաղաքական հնարավորինս բոլոր քաղաքական, որովհետև դա գրեթե բացառվում է, որ բոլորը միավորվեն, կլինեն անձնական ամբիցիաներ, կլինեն, ինչպես միշտ կլինեն, ասենք, նաև այլ տեսակետներ, բայց հնարավորինս ասենք միավորելու բոլոր քաղաքական ուժերին, բոլոր ֆիզիկական անձանց, ինչի՞ չէ նաև հասարակության մեջ համերաշխություն համախմբում բերելու, որպեսզի կարողանանք իրականացնել մեր այս նպատակները։ Շատ կարևոր բանի մասին խոսացիք, նորից էլի հիշացնենք, ես հասկանում եմ, որ գուցե հասարակությանը մեր լսարանին հոգնեցնող է։ Մենք անդադ նշում ենք, որ մենք ուզում ենք անկախ, օբյեկտիվ, անաչառ արդարադատության համակարգ ունենալ, որովհետև դա իսկապես շատ կարևոր է, որովհետև երբ որ դու չես ունենում երկրում արդար համակարգ, արդարադատության համակարգ, ամբողջ արդարադատություն, որովհետև մեկը խոսում է դատարանների մասին, մեկը բողոքում է դատախազությունից, մեկը քննչական, որովհետև այդ ամեն ինչը մի հատ համակարգ է, կոչվում է արդարադատության համակարգ, ու եթե այդտեղ չկա անկախություն, եթե օրվա իշխանություններից որևէ կերպ կախվածություն է ունենում, մենք ունենում ենք այն ինչ որ ունենք այսօր։ Ու դա շատ ցավալի է, որովհետև որևէ մի ողջամիտ adekvat ներդնող երբեք չի գա ներդնի գումար մի երկրում, որտեղ չկա արդարադատության համակարգ, որտեղ ինքը չի կարող մտնել դատարան եւ արագ իր հարցերի պատասխանները ստանալ։ Կամ հակառակ ավելի վատ տարբերակով կարող է շատ հանկարծ հայտնվի քրեակատարողական հիմնարկում, ավելի տխուր տարբերակ կարող է բիզնեսից եւ իր ներդրումներից ուղղակի զրկվի ու դա իսկապես շատ լուրջ խնդրեմ է։ Երևի թե խոսացիր ամենացավոտ թեմայից, արդարադատության կայացման, արդարադատության համակարգից, որովհետեւ այսօր փաստ է, որ մենք արդարադատություն, որպես այդպեսին, օբյեկտիվ արդարադատություն մենք չունենք։ Հանուն արդարության, եկեք ասենք, որ մենք մեր երազած արդարադատությունը չենք ունեցել երբեք։ Խոսքը չի գնում առանձին անձերի մասին, առանձին անձերի ասենք կայացրած դատավճիռների, որոշումների, դատական ակտերի մասին։ Խոսքը ընդհանուր, եթե ընդհանուրի մեջ ես նայում, այսօր ունենք չկայացած դատական համակարգ։ Բայց մի բան էլ այստեղ միջամտեմ, շատ ներողություն եմ խնդրում։ Մենք ունենք ժամանակ, երբ արդարադատությունը չէր գործում, բայց մենք, ես որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, մի հատ գործիք ունեի լրացուցիչ, ես գիտեի, որ կան օրինակ արևմտյան տարբեր կառույցներ, իրավապաշտպան ինչ որ բաներ, կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, որտեղ մենք գալիս ենք դուրս թակում ենք ու ասում ենք Ժորժան, օրինակ այս մարդկանց ապօրինի հետապնդում են, եւ դա շատ լուրջ գործիք էր, եւ ինձ թվում է համակարգի մեջ աշխատած մարդ հաստատ կհաստատեք, որ թվում նաև այդ
կորպուսի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները բոլորի դուռը թակելով գալիս ասում են ժողովուրդ, ինչ եք անում։ Ու ստիպված է լինում իշխանությունը, օրվա իշխանությունը ստիպված է լինում արձագանքել ու անգամ եթե մտքով տենց ինչ որ թարս բաներ անցել է, ստիպված է լինում ինչ որ պահի տենց թեթև հետ նահանջ ստանալ, իրականացնել։ Այս պայմաններում, որ մենք ունենք հիմա, սա իսկապես բացառիկ իրավիճակ է։ Մենք իսկապես չունենք տեղ, որտեղ կարանք գանք դուրը թակենք ու ասենք Ժորժ ջան, մի րոպե, այդտեղ քաղաքական հետապնդում կա, Ժորժ ջան, ապօրինի բիզնեսից զրկում են, Ժորժ ջան, այս սեփականության իրավունքը ոտնահարվում է, այսինքն կամ խոսքի ազատությունը, ֆունդամենտալ իրավունքները ոտնահարվում են։ Չկա այդպիսի տեղ, որտեղ մենք կարող ենք դուրը գալ ու ծեծել։ Ոստեղ մնում է մի հատ տարբերակ, լավագույն տարբերակը, որ առաջարկում ենք մենք։ Ժողովուրդ, մենք պիտի ունենանք մեր այնպիսի համակարգեր, որտեղ ուրիշի բարեհաճության, ուրիշի, չգիտեմ, սրտի մեծության, բարի ցանկությունների բաների հույսին չմնանք։ Մենք պիտի ունենանք մեր անկախ սահմանադրական կառույցները, դատարանը կլինի, դատախազությունը կլինի, քննչական մարմինները կլինեն, մնացած բոլոր մարմինները։ Ու այս իմաստով մենք իսկապես աննախադեպ իրավիճակում ենք գտնվում։ Իրոք համաձայն եմ, որ աննախադեպ իրավիճակում ենք գտնվում, ընդհանրում մեր հասարակությունը, որովհետև այսօր մենք խոսացիր արդարադատության համակարգի մասին, ես գտնում եմ, որ արդարադատության համակարգը, ընդհանրապես արդարադատությունը այսօր քաղաքականացված է։ Եվ ոչ թե միայն ես եմ գտնում, այլ եթե ուշադրություն դարձնենք նաև ես ուզում եմ մի փոքր հղում անեմ, 2024-ին Եվրոմիության խորհրդանական ասամբլեի փորձագետները ուսումնասիրություն էին կատարել Հայաստանի Հանրապետությունում, դատական համակարգում եւ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում 1994 զեկույցով, որը հրապարակվել է այս տարի 2025 թվականին, արձանագրել են իհարկե մի շարք խախտումներ, մի շարք թերություններ եւ այլն, բայց ամենակարևորը, որ նշել են, որ դատական համակարգը դատավորները չեն կարող քաղաքականացված չլինել։ Սա ամենամեծ գնահատականն է, այսինքն դատական համակարգը գործում է քաղաքական ճնշումների, քաղաքական մի բան ասեմ, ճնշումները ներողություն եմ խնդրում, բայց օրինակ նախկինում այս իմաստով Նիկոլ Փաշինյանը ինքը շատ ազնիվ է, ինչ իմաստով։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասում է, որ մենք թափանցիկ ենք, ինքը ճիշտ է ասում, որտեղ նախկինում ինչ որ ձևեր կային զանգելու, բայց ինքան ցանկացած միջամտություն, ցանկացած թափանցիկություն, ես տենց եմ գնահատում որպես իրավաբան։ Ցանկացած թափանցիկություն, դա կլինի ուղիղ եթերով, կլինի սոցցանցերով, կլինի թե ինչ որ SMS-ներով կլինի, արդեն իսկ միջամտություն։ Միանշանակ։ Թե կլինի ազգային ժողովի կողմից նախապես ինչ որ մի որոշում կամ ինչ որ մի հայտարարություն, դա արդեն արդարադատությանը միջամտելու, արդարադատությանը, ասենք, քաղաքական ինչ որ ուղղվածություն տալու, ուղղորդելու միանշանակ։ Չէ, ազնիվ այնքանով, որ ինքը ասում է, երբ որ ասում է մենք թափանցիկ ենք, ճիշտ է ասում, որովհետև առաջ զանգում էին, հիմա ինքը Facebook-ի էջում գրում է ցուցումները, ու այդ ցուցումները չկատարողներ չեն կարող, ուղղակի չեն կարող լինել, որովհետև հաջորդ զոհը կլինի այդ ցուցում չկատարողն է լինելու։ Դա տենց կասկածից դուրս է ուղղակի։ Դատավոր կլինի, դատախազ կլինի, քննիչ կլինի, եւ սա իսկապես մեծ խնդիր է, որովհետև ու եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, որ դա իրանց չի վերաբերվում, իրանք չարաչար սխալվում են, որովհետև ուրիշ մի որևիցե իրավիճակում դա ձեր վրա անդրադառնալու ու այլևս չեն լինելու տեղից մատերի վրա հաշվելու իրավապաշտպաններ կան, որոնք մնացել են հավատարիմ ու նվիրված իրանց տարիների աշխատանքին, մնացածը դարձել են օրվա իշխանությունների պրոպագանդիստներ ու, չգիտեմ, իշխանական պրոյեկտներ իրականացնողներ։ Էլ դուր չկա, որտեղ դուք կարող եք գալ ծեծել ու ասել, որ ձեր իրավունքը խախտված է, սա իսկապես շատ մեծ խնդիր է առաջացնելու։ Գիտես, ես այն մտքին եմ, որ պետական կառավարման համակարգում էլ կան բավականին փորձառու, գրագետ, բանիմաց մասնագետներ։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ։ Այնպես չի, որ մեր հասարակությունը ամբողջությամբ բոլոր ժամանակներում են եղել։ Եվ նախագահական, եւ կիսանախագահական, եւ պարլամենտական, եւ ելի են լինելու։ Ուղղակի պետք է այդ մասնագետների, այդ փորձառու աշխատողների, այդ գրագետ աշխատողների այդ փորձն ու կարողությունները, հմտությունները ճիշտ օգտագործել։ Ոչ թե օգտագործել մի քիչ երևի թե ճիշտ ուղղության վրա դնել, այսինքն ճիշտ պահանջներ ներկայացնել։ Երբ որ այդ մասնագետները ունեն չեմ կարող ասեմ բացարձակ անկախություն, բայց անկախություն, իրավական անկախություն, երբ որ իրանք գործում են միայն օրենքի սահմաններում եւ իրանց խեղճի մտոք, այստեղ մենք իրոք կարող ենք հավակնել, որ կարող ենք ունենալ քիչ թե շատ, համեմատաբար ավելի նորմալ արդարադատության համակարգ։ Բայց գտնում եմ, որ այսօր մեր արդարադատության համակարգը ճգնաժամի մեջ է։ Կարող է մի քիչ բարձր հենց խոսքեր են, բայց իրոք ճգնաժամ է, որովհետև մենք այսօրվա ամենօրվա մեր
ոչ միայն այն արդարացիան համակարգին վերաբերող ամեն օրվա մեր այս նորություններով, բաներով, կարծես մենք մեր հասարակությունը ցնցումների մեջ ապրում, հա, այն турբուլենտային վիճակում ապրում։ Եվ ցանկացած մարմին, ցանկացած կառույց, որ sense турբուլենտային վիճակում ապրում, ցնցումների մեջ ապրում, ժամանակի ընթացքում նրա որոշակի, ասենք, հա, բաղադրիչներ, sense ասենք, չասենք մասեր, ուզեն թե չուզեն թուլանում են։ Ուզեն թե չուզեն, ասենք, անտարբերությունը շատանում անտարբերություն, ուզեն թե չուզեն այդ իրանց այսին մասնագիտական կարողություններն ու հմտությունները եւ այս ամբողջ այս ցնցումային համակարգը չի դադարում որևիցե պահ։ Առավոտյան վեկանում ես ինչ որ մի նորություն, չգիտեմ, եկեղեցու հետ կապված, վաղը վեկանում ես արտաքին քաղաքականության հետ կապված, մյուս օրը վերցնում ես ինչ որ տարածքների հետ կապված, մյուս օրը եւ այս ցնցումային այս երևույթը, այս ցնցումները մեր հասարակությունում պետքա վերացնել։ Լու անուն արդարության նաև ամբողջ աշխարհն է ցնցումների մեջ, բայց հնարավորինս ասենք ուրիշ բան արտաքին քաղաքական ասենք, բայց երբ որ ներքին ցնցումներն է ու ընդ որում ներքին ցնցումները ասենք նախաձեռնողը քո իշխանությունն է, քո իշխանությունն է այս ներքին ցնցումները, որպեսզի ժողովրդի մեջ առաջացնի, չգիտեմ, վախի մթնոլորտ, անտարբերության մթնոլորտ, չգիտեմ, հուսահատության մթնոլորտ, հուսաթափության մթնոլորտ, որ հետագայում որևիցե քայլերի, ասենք, շատերն են այսօր ասում, մեկը գնանք ընտրությունների, չգնանք, ասենք, ոչ մի բան չի փոխվելու։ Մեզնից ոչ մի բան կախված չի, արդեն որոշված է, արդեն սենց է լինելու, չէ, այդպես բան չկա։ Համաձայն եմ։ Այս իմաստով, հա, այս են բացառիկ իրավիճակներից, հա, ցանկացած քաղաքացի փորձի կատարել իր քաղաքացիական պարտքը եւ կարեւոր չի դա ասենք, որ կուսակցությանը կընտրի։ Որ գաղափարը կընտրի, որ թիմը կընտրի, հա, որովհետեւ ինչքան մարդ, այնքան ասենք նաեւ հասկանալիության մակարդակ, այնքան ընկալում ասենք, մեկը անձին է ընտրում, մեկը գաղափարն է ընտրում, մեկը ընտրում է, չգիտեմ, ծրագրերը եւ այլն եւ այլն։ Բայց այսօր պետք է ավելի շատ հասանելի դարձնենք ընտրություններին մասնակցելու քաղաքացու իրավունքի իրացումը, որ պարտադիր պետք է գնան ընտրությունների եւ պետք է անպայման հասկանան, որ այդ ընտրություններին չմասնակցելը արդեն իսկ իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է։ Միանշանակ ամբողջ ուժը դրված է նրան իշխանությունների, որպեսզի մարդկանց մեջ հուսահատություն, այ անսահման հուսահատություն մտցնեն, որովհետև մարդիկ հոգնել են ու զզվել են, իսկապես զզվել են այս բանից, այս կեղտից, այս մաղձից, այս անմեղսունակ ինչ որ տա առանձին դեպքերում եւ անբարոյական ինչ որ դեպքերում հիմնականում պահվածքից իսկապես հոգնել են ու դա բերելու է հենց նպատակային թիրախը դարել է մեր հասարակություն, մեր ժողովուրդը։ Ես անդադ խոսում եմ մարդկանց հետ ու շատերը ասում են, գիտես, դադարել ենք լուրերը կարդալ, որտեղ հոգնել են։ Հա, շատերն են կարող դադարել կարդալ լուրերը, որովհետև այսքան սյուրպրիզ որ արվում ամեն օր, դասական իմաստով։ Ու հենց ամենատխուր տարբերակը ներսից է արվում։ Առավել եւս որ անդրադառնում են այնքան ցավոտ թեմաներին, հա, մնացածը պաշտպանական համակարգին անդրադառնում են արտաքին քաղաքականությունը, այս ամեն ինչը հերիք չի նաեւ ասենք եկեղեցուն, հա, եկեղեցին, որ մեր դարավոր պատմություն ունի, որ եկեղեցին, որ մեր կոչվում է ազգային եկեղեցու հիմնական նպատակներն են մեր ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը եւ ամենակարևորը մեր ազգային ինքնության պահպանումը։ Բայց այսօր մենք տեսնում ենք երևույթներ, որ ասում են չէ, անձերի դեմ ենք պայքարում։ Անձերի դեմ չի պայքարը, սա պայքարա եկեղեցու դեմ, ընդ որում պետքա այն բոլոր եկեղեցականները նախքին եւ ներկա պետքա լավ իմանան, որ եթե այսօրվա կաթողիկոսին ասում են, միգուցե առաջ են ընկնում մեր քննարկումներից, բայց քանի որ մտքիս եկավ, քանի որ կաթողիկոսին ասում են ապօրինի է, հա, ոչ լեգիտիմ է, հետեւաբար հաջորդիվ քայլերը չեն կարողանում կանխատեսեն կամ նախատեսեն ինչ անեն։ Իմ կարծիքով հաջորդը լինելու է հետեւյալը։ Քանի որ եթե ստացվեց, հա, գահանկեցան էլ, այսպես ասենք, կաթողիկոսին, հաջորդ քայլը լինելու է այն բոլոր կաթողիկոսներին չէ, արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, վարդապետներին, ումը որ ձեռնադրել է այս կաթողիկոսը, իսկ այս կաթողիկոսը բավականին երկար է, չէ, ասենք, գահակալում 99 թվականից։ Այդ բոլորի ձեռնադրումը եւս ապօրինի է։ Այսինքն մենք չենք ունենալու մեր թեմերում, չգիտեմ, միտքա, որ կարա, չեմ բացառում։ Ապօրինի կաթողիկոսի ապօրինի հրամաններ, ապօրինի ձեռնադրումներ, հա, բոլորին է վերաբերվելու եւ հատ բոլորին անդրադառնալու։ Անհամաձայններն տալու են կալանքի։ Տարբեր պատճառաբանություններով։ Կանեն մի գուցե նաեւ ումը կալանքի կտանեն, ումը կվարկաբեկեն, ումը անձնական ասենք տվյալներ կվերեն,
ամեն դեպքում բոլորն է չթույլատրված մեթոդներով, հա։ Մի բան Սահմանադրության ասեմ, կոպիտ խախտումներով։ Ես մի քանի ժամանակ առաջ ուշադիր, երբ որ սկսեց այս աժիոտաժը կներես, որ միտքը շարունակեմ, այս սկսվեց այս եկեղեցու դեմ, նայում եմ եկեղեցու բնական է, սահմանադրական իրավունքները, կրոնական կազմակերպությունները անկախ են պետությունից։ Հետո նայում եմ սահմանադրությամբ կառավարությանը վերապահված լիազորություններին։ Սահմանադրության 152 հոդված Ինչ կապ չունի։ Ինչքան հետաքրքիր է, որ սահմանադրությամբ այս վերապահված լիազորությունների մեջ ընդամենը եթե 2005 թվականի սահմանադրության մեջ դեռևս կառավարության ծրագրի անունը չկար, 2015 թվականի սահմանադրության մեջ հստակորեն նշված է, որ ավելի ոնց որ սեղմված է, ավելի կոնկրետացված է կառավարության լիազորությունները։ Որոշում է կառավարության ծրագրի շրջանակներում հետագա, ասենք, քաղաքականությունը կառավարության, ընդհանրապես ղեկավարում է կառավարության աշխատանքը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքները։ Սա է ընդհանրապես։ Եվ մի կետ էլ կա, որ ղեկավարում է ազգային անվտանգության խորհուրդը։ Սա է վարչապետի եւ կառավարությանը վերապահված լիազորությունները։ Բայց մենք այսօր ունենք Դե հիմա ով է ոչ լեգիտիմ։ Դե հիմա ես Սահմանադրությունը խախտածնա ոչ լեգիտիմ, թե ամեն օր կաթողիկոսը։ ես ինչի եմ ասում արդարադատության ճգնաժամ ունենք այսօր։ Այս արդարադատության ճգնաժամը գալիս է նաև այս եթե դու ոտնահարում ես սահմանադրությունը, եթե դու խախտում ես սահմանադրությունը, եթե սահմանադրական նորմերը ընդհանրապես որևիցե մեկին պետք չեն եւ գտնում ես, որ պետք է մենք նոր սահմանադրություն գրենք, ջնջելով մեր, այսինքն այստեղ գալիս է, հա, նոր հանրապետության իրական Հայաստանի 4-րդ հանրապետության, ասենք, գաղափարն է գալիս, եթե մենք ջնջում ենք մեր անցյալը, ջնջում ենք մեր հաղթանակները, ջնջում ենք մեր ցեղասպանությունը, ջնջում ենք մեր, գիտեմ, հերոսներին, ջնջում ենք մեր եռաբլուրը եւ այլն, այս ջնջելով մենք որևիցե ինչքան էլ ուզում լավ կառավարություն ունի, այս ջնջելով, այս մոռացության տալով մենք ջնջում ենք մեր ազգային արժեքները, մենք ջնջում ենք մեր ազգային պատկանելությունը, մեր ազգային ինքնությունը, մաքուր թղթից ենք սկսում եւ ինչ ենք սկսում իրական Հայաստանի պատմություն։ Նիկոլ Փաշինյանի իրական որտեղ չկա ոչինչ բացի ցնցումներից, հա, բացի սահմանադրական խախտումներից, իհարկե կունենանք, եթե այսպես շարունակվի, կունենանք մի սահմանադրություն, որտեղ կլինի մի հատ, չգիտեմ, արքայից արքա կամ չգիտեմ ինչ կլինի, որ այն Խաժնազարի պատմությունը կլինի յատեք այս կողմանցեք, յատեք այն կողմանցեք։ Այդ հələ այս սահմանադրության պայմաններում ասում Գյադեկեսյան անցեք, Դե Գյադեկյանյան եմ ասում, կունենանք ավելի վատ տարբերակ, կունենանք ավելի վատ տարբերակ եւ այստեղ արդեն խոսալ կայացած դատական համակարգի մասին, արդարադատության մասին, չգիտեմ, դատախազական համակարգի մասին կամ չգիտեմ, ցանկացած կառույցի մասին լրիվ անիմաստանալու, հատկապես որ այս ամբողջ պատմության մեջ ակնհայտ է, որ դա մեր հայկական սահմանադրությունը չի լինելու, որ այդ սահմանադրությունը ոչ թե համաձայնեցվելու է ներսում, այլ համաձայնեցվելու է դրսում, այսինքն ինչի թույլատրություն ստացան այդ սահմանադրության մեջ գրելու, դա էլ գրելու են։ Արդյունքում մենք ունենալու ենք ուրիշի պատվերով, ուրիշի հաստատումով սահմանադրություն, ու ինչպես մեր գործընկեր Արտաշես Նայկանովով շատ ճիշտ նշում, ասում այսօր գալիս են, ասում են, եթե Նիկոլը ասում է, եթե ես չընտրվեցի, ուրեմն վերջ պատերազմա լինելու, հաջորդիվ քայլերով շատ հստակ մարդը շատ ճիշտ վերլուծել է Արտաշես, հաջորդ քայլով գալուս է, սա այս սահմանադրությունը չընդունեցիք պատերազմա լինելու, 300,000 մարդ չընդունեցիք պատերազմա լինելու, Սյունիքը կամ չգիտեմ այնտեղ Տիգրանաշեն մնացածը չտվեցիք պատերազմա լինելու, չեկան այդ 300,000-ին պաշտպանելու համար ադրբեջանական ոստիկանությունը ստեղ իր զենքով, զրահով ու ամեն ինչով իրանց կողքը չկանգնեց պատերազմ, այսինքն ամեն օր ինքը սեփական ժողովրդին տերորով պահելու է։ Հետևաբար ասում եմ Ժորժ ջան, իսկապես նժարի վրա շատ լուրջ խնդիր է դրված։ Մեր անվտանգության, մեր ապագայի հետ խնդիր է դրված, բայց այնպես չի որ դա լուծում չունի։ Մենք արդեն դրա մասին խոսեցինք, դրա լուծումը կա։ Ու բոլոր նրանք, ովքեր որ ձեզ համոզում են, որ սա այսպես անիլանելի վիճակ է, ու այս վիճակից դուրս գալ չկա։ Առնվազն գոնե մի վիճակը դա ընտրություններն է։ Պարտադիր գնալ մասնակցել ընտրություններին, պարտադիր քվեարկել ցանկացածի օգտին բացի Նիկոլ Փաշինյանից,
Գնացեք ձեր նախասիրությամբ ընտրեք։ Մնացած հարցերը տեխնիկապես լուծվելու են հետո։ Ողջամիտ լուծում արեք, լուծում գտեք, ընտրեք լուծում, որը որ քվեարկեք այն լուծման համար, որը իսկապես կարող է փոփոխություն բերել, բովանդակային փոփոխություն բերել։ Երևի այս պահին այսքանով այսօր սենց սահմանափակվենք, հաջորդ մեր քննարկմանը արդեն կսկսենք քննարկել, թե էլի ինչ հետաքրքիր լուծումներ կան, ինչ իրավիճակներ կան։ Շատ կան, նաև վերլուծելու շատ բաներ կան, անդրադառնալու, ասենք, մեր նաև ոչ թե արտաքին քաղաքականությանը, մեր ներքին քաղաքականությանը, բայց որը հստակորեն կապված է նաև արտաքին քաղաքականության հետ, թե նաև ինչ ռիսկերը պարունակում, հա, մեր արտաքին քաղաքականությունը այսօրվա հնչեցրած, ասենք, նաև հայտարարությունները մեր կառավարության, ասենք, եւ այլն, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հետագայում։ Դե ինչ, սա առաջինն էր, նորից բարի երթ ու մինչև հանդիպենք հաջորդ անգամ։ Շնորհակալություն։ Մինչ հանդիպում։